Ես առաջարկում եմ կառավարության նիստերից 5 րոպե առաջ տեոնական աղոթքով սկսեն։ Հոդվերքում ովքեր են այդ պարագայում։ Հոդվերքում ԿՊԱ-ականներն էին, որոնք բերված էին, այնտեղ պարտվում է հայ ժողովուրդը, պարտվում է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Եթե հաջողի Փաշինյանը։ Ցանկացած պարագայում Նիկոլ Փաշինյանը հերթական այսպես կոչված իր հեղափոխական արշավն է անում, չէ՞ ինչ որ մեկի դեմ։ Իշխանությունները ոչինչ չեն անում գերիների վերադարձի հետ կապված, նախընտրական շրջանակներում չենք բացառում, որ որոշ գերիների վերադարձ դա կվերաբերի հենց ղեկավարությանը, թե մյուսների մասին է խոսքը։ Բացառում եմ, որ չենք բացառում, այս դատավճիռները վերջում կդառնան Հայաստանի Հանրապետության դեմ հայցեր, որ Հայաստանում հերթական աննախադեպը գրանցվեց։ Գյումրիում պատարակ մատուցեց այլ թեմի հոգևորական։ Տոտալ բոյկոտի պայմաններում Փաշինյանը գտավ հոգևորականի, որը պատարակի ժամանակ չի արտասանի վեհափառի անունը։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր արդյոք օղակը եկեղեցու շուրջ սեղմվում է, թե ընդհակառակը։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, պարոն Առաքելյան։ Սկսենք Փաշինյանի ամենաթարմ երկու հայտարարությունից։ Երեք ուշ երեկոյան ասաց, քանի որ 301 թվականին պետությունն է ստեղծել, հիմնել եկեղեցին։ Ուրեմն ճիշտ կլինի, օրինակ, պատարակից 5 րոպե առաջ հնչեցնել եկեղեցիներում Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Գնաց քննադատությունների տարապ եւ այլն, չհանգստացավ մարդ, առավոտյան շարունակեց, ված չի լինի դրոշը կախել եկեղեցիներում։ Ձեր մեկնաբանությունը։ Ինչի մասին է սա, ինչ որ ուղղակի խոսքեր նետվեց, թե հստակ նպատակ է եւ ինչու համար։ Ես առաջարկում եմ կառավարության նիստերից 5 րոպե առաջ տեոնական աղոթքով սկսեն, առավելևս որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմի համար դա շատ կենսական նշանակություն ունի, այնինչ անում են եկեղեցու դեմ, թող մի հատ դա սկսեն, եթե տենց ուզում են անպայման եկեղեցու շուրջը ցավալող իրադարձություններում իրենց մասնակցություն ունենան, ավելի տրամաբանական է հակառակն են, թող կառավարության նիստերից կամ իրենց հանդիպումներից 5 րոպե առաջ տեոնական աղոթք անեն եւ կաթողիկոսի նկարը փակցնեն։ Ես կարծում եմ դա ավելի արդյունավետ ճանապարհ է, որովհետեւ չեմ կարծում կա որևէ տրամաբանություն Նիկոլ Փաշինյանի քայլերում։ Թե ավելի լուրջ ապա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի երբ հետ են գնում, արդեն այս մոտ 1 տարի է եկեղեցու դեմ պայքարը, ամենևին էլ մեկ խոսում էր կաթողիկոսի դեմ պայքարից, մեկ ինչ որ եկեղեցու, որոշ եկեղեցականների խնդիրների հետ կապված, բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը մեկն է՝ քանդել մեր հոգևոր գլխավոր արժեքը հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Կանեք դա մաքսիմում նպատակն է, ունի մինիմում եւ մաքսիմում նպատակներ, եթե այդ գծով է։ Այդ ցավով արձանագրենք, ստացվում է, որ հաշվի առնելով նաեւ որ արդեն որոշ հոգևորականներ այլ վարքագիծ են դրսևորում, ապա այդ պարակտումը եւ որ ավելի ցավալի այդ պարակտման նկատմամբ հասարակության ընկալումը, որովհետեւ ստացվում է այնպես, որ հիմա որոշ հոգևորականների նկատմամբ հասարակությունը ունի բացասական կարծիք, որոշների սատարում է եւ դա հենց այն վատագույնն է, որ Նիկոլ Փաշինյանը ցավոք կարողացավ հասնել, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդներս որոշ հոգևորականների նկատմամբ, որոնք շարունակում են իրենց ծառայությունը, ունենք մեղմ ասած ոչ դրական վերաբերմունք վերջին օրերի նրանց վարքագծի պատճառով։ Իհարկե կարող ենք նաեւ ավելի խորքային ուսումնասիրենք այն իրադարձությունները, երբ որ սկսեցին համընկավ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Արցախի վերաբերյալ հիշում ենք Ժնևում եկեղեցական համաշխարհային խորհրդում արցախցիների վերադարձի, պատմամշակութային կոթողների նկատմամբ վանդալիզմի, որտեղ նաեւ Արցախյան պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին բավականին ազդեցիկ ելույթից հետո միանգամից սկսվեց այս արշավը եւ սրանով մենք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը առնվազն Թուրքիային եւ Ադրբեջանին սկզբում ցույց էր տալիս, որ ինքը որևիցե կապ չունի, իսկն այդ խոսույթի հետ, իսկն դա Հայաստանի դիրքորոշումը չէ, եւ ավելի խորը գնաց նաեւ սրանով վնասելով եւ այսինքն ստացվեց այնպես, որ եկեղեցու այն առաքելությունը, որը նաեւ երկրի առջև ստանձնած մարտահրավերների շուրջ ներկայացվում էր, Արցախի հիմնահարց գերիներ։ Օրինակ, գերիները նաեւ Բաքվում պահվող, դա հիմա փաստորեն ստացվեց այնպես, որ այն որպես եկեղեցու այս խնդիրներն են դարձել առաջի պլան եւ եկեղեցին նաեւ իր ավելի շատ
քննարկումները, խոսույթը, հա, նաև հանրային խոսույթը եկեղեցու նկատմամբ վերաբերում է եկեղեցու պաշտպանությանը եւ ցավոք եկեղեցին արդեն մի քանի ամիս է չի կարողանում իր ազդեցիկ լծակները օգտագործել հենց այդ հայանպաստ գործունեությամբ զբաղվելու։ Հա, կանգնեցեք, ինչ էր կատարում, եթե մի կոնկրետանանք մարտավարության վրա, երեք Գյումրիում ինչ էր կատարում ձեր կարծիքով, եթե չեմ սխալվում այնտեղ եք։ Այո։ Ինչ էր կատարում, ասեք սա պետք է համարել Գյումրին, տեսեք Գյումրի արդեն Շիրակի թեմ, խորհրդանշական տեղ։ Սա կարող եք համարել հակաեկեղեցական այս արշավի, ինչից որ խոսում էին, կուլմինացիա մի տեսակ, հա, մի ամբողջ թեմ, տեսեք հրաժարվեց պատարակ մատուցելուց, գտան այլ թեմից, հա, բերեցին այլ քահանայի, սա ինչ էր Գյումրին։ Ու բավականին ամոթալի տեսարան էր, որտեղ առավոտյան որ գնացինք, նայեք Գյումրիի ամբողջ մեծ կենտրոնը ոստիկանական ուժերով շրջափակված, այսինքն Գյումրի հրապարակ, դրա մերձակա փողոցները ամբողջովին փակ, այսինքն այս նման բան չեմ էլ հիշում, հա, որ այսինքն եթե թեկուզ ինչ որ մի պետական միջոցառում է կամ այց է, բայց ամբողջ հրապարակը փակ էր եւ գյումրեցիների ու նաեւ Գյումրի եկած հյուրերի մեր այլ հայրենակիցների հիմնական հոսքը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում էր, որտեղ մատուցվեց պատարակ հենց Շիրակի թեմի հոգևորականների կողմից, մենք էլ մասնակցեցինք, որովհետեւ այլ ինֆորմացիա թե Նիկոլ Փաշինյանի խումբը ինչ էր անում 7 վերք եկեղեցում չունենք։ Կներեք 7 վերքում խումբներ ձեր դիտարկմամբ ընդամենը 7 վերքում ովքեր են այդ պարագայում։ 7 վերքում ԿՊԱ-ականներն էին, որոնք բերված էին, ընդ որում նաև մեր տեղեկություններով են, որ փորձելով հերթական անգամ, հա, որովհետեւ այտենց հանրային ընդվզման միջադեպեր, որ բարբերաբար լինում է, նաև ոնց հասկացանք, այսպես ասած face control էին անում, միայն իրենց համակին է, սա խայտարակություն էր, այսինքն հատուկ իրենց խմբի համար էր այդ միջոցառումը, այսպես կոչված իրականացված, իհարկե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջ հոգևորականները որովհետեւ մասնակցություն չունեցան, բայց միանշանակ խայտարակություն էր, որ այլ հոգևորականներ եկան եւ պատարակ մատուցեցին այն եկեղեցում, որի հոգևոր առաջնորդը այսօր բանտարկված է եւ սա ուղղակի նաեւ գյումրեցիներից հասումը առաջացրեց, այլ չասենք օրվա խորհուրդը ավելի երկրաշարժի հիշատակի օրներ եւ փոխանակ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ զբաղվի ավելի երկրաշարժի հետևանքները վերացնելու Գյումրիում հերթական անգամ պառակտում է առաջացնում հասարակության մոտ, դեռ սա բավականին ամոթալի ու տխուր իրավիճակ էր կողք կողքի երկու եկեղեցում միաժամանակ ինչ-որ պատարակներ են մատուցվում։ Ինչ է ասում կուլմինացիոն կետ, պարոն Առաքելյան, թե շարունակենք, ձեր բնորոշմամբ, ձեր կարծիքով հաղթում թե պարտվում է Փաշինյանն այս պայքարում, ընդհանրապես, եթե այս պայքարի մեջ ճիշտ է կիրառել հաղթողու պարտվողը, հա, նման դեպքերում, եւ ով է պարտվելու, եթե հաղթի Փաշինյանը, ընդհակառակը Ալեն Սիմոնյանի երեկվա ակնարկը, որ հստակ դա որոշում էր թե ակնարկ, ասում էր ժամանակն է արդեն գնալ Մայրաթոր եւ այնտեղ հայ տեղափոխել հակամարտությունը, սա ինչ էր։ Ակնկալում պարտվում է հայ ժողովուրդը, պարտվում է Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ եթե հաջողի Փաշինյանը ցանկացած պարագայում նույնիսկ այս պահին եթե նույնիսկ ամեն ինչ դադարի, ասեք եկեղեցին մեր նաև Սփյուռքի ամենահամակարգված կառույցն է, որը նաև ներկայացնում է մեր Սփյուռքում գտնվող բազմաթիվ համայնքներ եկեղեցու շուրջ են, նաև լոբինգական որպես գործիքակազմ հենց եկեղեցին է միշտ հանդես եկել տարբեր երկրներում մեր եկեղեցական թեմերը Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի շահերն են միջ բարձրաձայնել, ընդ որում դա նաև աշխարհում բավականին ընկալելի է եղել հայ առաքելական եկեղեցու ազդեցիկ դերը ամբողջ աշխարհում հայկական ցանկացած հարցի շուրջ եւ Հայաստան եւ Սփյուռք նաև կապի գլխավոր խողովակներից մեկն է եղել եւ այս իրադարձությունները արդեն մեծ վնաս են հասցրել ոչ միայն եկեղեցուն, այլ նաև հայ ժողովրդին Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, նույն Հայաստանի Հանրապետությանը, որովհետև եկեք հենց նայենք էլի պատկերացրեք, sense մի իրավիճակ այլ երկրում լիներ, ուղղակի մենք լրահոսից հետևենք անկախ դետալների մեջ խորանալու։ Ակնհայտ է, որ այդ երկրի նկատմամբ ունենալու ենք որոշակի վերապահումներ, չէ՞, որտեղ դա առնվազն կնոց որ ներքին խնդիր է եւ այդ ներքին խնդիրը ինչ իրավիճակում է մենք հայտնվենք, թույլատրում է հենց այդ երկրին։
ու զարմանում եմ, որ չնայած վստահ եմ Նիկոլ Փաշինյանը լավ էլ գիտակցում է, որ այս ամենը միայն վնասում է Հայաստանի Հանրապետությանը, ընդ որում հայ առաքելական եկեղեցու ազդեցիկ դերը աշխարհում չէր ձևավորվել մի քանի տարում կամ 1 կամ 2 կաթողիկոսի շնորհիվ։ Դա պատմական ազդեցիկ դեր էր դարերով եկած, ընդ որում տնայինք շատ քիչ կառույցներ կան աշխարհում, ընդ որում եւ քաղաքական, եւ պետական, եւ կրոնական, ովքեր ունեն 1700-ամյա պատմություն, այսինքն ինստիտուցիոնալ պատմություն ունեն, չէ՞, մենք արդեն 132 կաթողիկոս ունենք, այսինքն շատ քիչ կառույց են երկրներ, հա, որ 132 ղեկավար են նույնիսկ ունեցել, այնց չկան, այսինքն այդ տեսանկյունից, այսինքն դարերով եկած ազդեցիկ դերը, որը ներկայացնում է եկեղեցին Հայաստանին եւ հայ ժողովրդին, մեծ վնաս է հասցվում եւ ցավում եմ, որ սա Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին օգտագործում է նաև ներքաղաքական նպատակներով, որովհետև այսօր նաև դա ենք քննարկում, որ երբ որ եկեղեցու թեմաները լրահոսից ու իշխանության գործողություններից մի պահ եկեք հանենք, մտածեմ մոնիտորինգ անենք, տակը բան չի մնում, իսկ որ սա հանում ես, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը որևէ զբաղմունք, որևէ ասելիք չունեն, իսկ ինչ են անում ամբողջ օրը։ Լավ, տենց մի երկու էլի տենց դպրոցի մի երկու հատ ասֆալտի նկար են դնում ու իրանք հասկանում են, որ սա էլ հետաքրքիր չի, այսինքն սա նորություն չի։ Հիմա դուք լրագրողներդ էլ եկեք մի հատ լես եկեղեցու օրակարգը որ հանում եք, որևիցե ինչ կա Նիկոլ Փաշինյանին լուսաբանելու։ Այսինքն դուք օրվա վերջին 1-2 ամսում ինչ եք լուսաբանել Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին։ Այսինքն ձանձրալի, անհետաքրքիր ղեկավար է դարձել, նաև հանրության համար, մեդիա դաշտի համար։ Ու սա նաև իր շուրջ օրակարգի ձևավորման նախընտրական գործիքը կազմերից մեկն է, որովհետև հետ են գնում ինչ եղավ 18 որ միշտ մնա ուշադրության կենտրոնում, հա։ 18 թվականին մերժում էին Սերժին, այդ էր գլխավորը։ 21 թվականին մերժում են Ռոբերտ Քոչյանին։ Հիմա հասկացան, որ էլ արդեն մերժվել գնացել են, որևէ մեծ ազդեցություն չունեն նախկիները, առավելևս հանրության մոտ այդ թեզերը արդեն առաջնային չեն, հանրության մոտ այսպես կոչված նախկիների վերադարձի վախը հասել է նվազագույն, այսինքն չկա, այսինքն ինքը չի համարվում հանրության համար տենց օրակարգ։ Այսինքն մերժիր Սերժի, մերժիր նախկիներին խաղաղություն թե պատերազմին, հիմա հաջորդել է մերժիր վեհապարին, հա, մոտարապես։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հերթական այսպես կոչված իր հեղափոխական արշավն է անում, չէ՞ ինչ որ մեկի դեմ։ Ինքը այդ է, այսինքն անում է նույն տենց գնալ, այսինքն հիմա այդ օրակարգը նաև ներքաղաքական էլ ասում, եկեք մի հատ հանենք եկեղեցու դեմ, եկեք փորձեք մի հատ մեկ շաբաթ օրինակ կոչ եմ անում չլուսաբանել այս եկեղեցական Նիկոլ Փաշինյանի գործողությունը, որոնց մենք անդադ ենք ասում, եկեք թողեք իրենց մենակ, նաև մեդիա տեսանկյունից թողեք, իրենք իրենցով թող գնան, իրենց 1-2 այդ փոքր լրատվականներով թող լուսաբանեն։ Երբ որ չեք գնում, մի անգամ եղավ համընկավ Էջմիածնի ընտրությունների հետ։ Հիշում եք այդ օրը, ոչ մեկը ձեր լուրագրողների հետ առավելևս գնացել էր Վայոց ձոր։ Հա, Խաչիկ գյուղի պատարակը։ Ինչ որ բան հիշում ենք այդ բանը։ Հա, ամենայն հարգանքով, բայց նաև լրագրողները եւ մեդիան այս թեման սարքում sense մեծ օրակարգ քննարկման։ Ասում եմ Խաչիկ գյուղի պատարակը ոչ մեկին չէ, իրանք իրանցով գնացին։ Հիմա երբ որ լրագրողները հանրությունը այս թեմայից դուրս է գալիս, իրենց sense գցում ենք իրենց անկյունը, իրենք թող գնան, իրենք իրենց լուսաբանեն, իրենց ֆեյքերով լայքեն ու հասարակության մոտ մենք ինչն է կարևոր։ Հիմա Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվում է, սա բերում է նաև հանրային ու լրատվական օրակարգ հասարակում։ Երբ որ մենք նաև քաղաքական դաշտը, լրագրողները ու նաև հասարակությունը այս թեմայից հեռու մնանք, ես վստահ եմ ինքը 1-2 շաբաթ հետո այլևս այս օրակարգը չի իմանալու ինչ անի։ Հետևաբար սա եւ արտաքին քաղաքական, ինչպես նշեցի, կարևոր մի հատ քաղաքականություն էր Ադրբեջանին, Թուրքիային ցույց տալու իր հավատարմությունը հակաեկեղեցական պայքարին եւ ներքաղաքական։ Ինքնակամ էր ցույց տալիս, թե ինչպես ասում են, պատվիրել են, հորդորել են, այդպես տեսակետ էլ կա, չէ՞, ընդդիմության շրջանում։ Դե պատվեր, հորդոր, առնվազն Ադրբեջանը բազմիցս խոսում էր Արցախի հարցի արծացման իր դժգոհության մասին, երբ որ եւ քաղաքական դաշտում միանգամից ռևանշիստները Արցախի մասին ովքեր, այսինքն Արցախի շուրջ ովքեր որևէ դիրքորոշում էին ներկայացնում, Ադրբեջանի կողմից միանգամից, այսպես ասած, զայրույթ էր բարձրանում ուղղված Նիկոլ Փաշինյանին, ընդ որում մեկ-մեկ շատ անթույլատրելի խայտառակ, հա, ինչ որ
խոսույթ էին ձևացնում, թե այ մենք որ ասում ենք Արցախ, իրանք էլ ասում են Արևմտյան Ադրբեջանը, ուղղակի ինչ ասեմ, այս կարգի հակահայկական խոսույթ ուղղակի անընդունելի է, ամբողջ աշխարհները Արցախի սուբյեկտայնությունը ճանաչել անկախ պատկանելությունից, որպես սուբյեկտ կար, ինչ Արևմտյան Ադրբեջանի հետ է կամեմատում, եւ սրանով ինչ էր, որ իրենք խոսույթից հանեցին, հա, հիշում եք Արցախից բերեցին մի հատ Լեռնային Ղարաբաղից հետո էլ հիմա եկավ ասավ Ղարաբաղ, նույնիսկ ինչ որ Լեռնային Ղարաբաղը այլևս չէ։ Այո, Ղարաբաղ։ Հա, հիմա ասենք նույն Ղարաբաղից տեղահանվածներ, այսինքն նույնիսկ այդ սոցիալական ծրագրերը, որ իրականացնում են, ու հիմա մենք ունենք մի պատկեր, որ նաեւ այո Ադրբեջանի կհիշենք, որ նաեւ կաթողիկոսի խոսույթի նկատմամբ բազմիցս Ադրբեջանի կողմից այսպես կոչված դժգոհություններ էր բարձրաձայնում եւ այո հիմա Նիկոլ Փաշինյանը առնվազն սկզբնական փուլում ցույց տվեց, որ ես մարդու հետ գործ չունեմ, այսինքն իր թեզերը չեն ներկայացնում հայ ժողովրդի եւ Հայաստանի անունից այսպես կոչված եւ սրանով կտրեց, այո իհարկե արտաքին ես եթե նույնիսկ չասենք կա ինչ որ համաձայնություն, հա, Ադրբեջանի թեզերի, Ադրբեջանի շահերի սպասարկման տեսանկյունից, բայց մենք նկատում ենք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ կա, որ բավականին երկար է, մի քանի տարի է, հա, ադրբեջանական թեզերին գալ ընդառաջ, փորձելով գոնե կարճաժամկետ հատվածում ապահովել այսպես կոչված նախընտրական խաղաղություն։ Այսինքն, հա, քո ասածն է, հա, ինչ պետք է, ես նույն բանը կկրկնեմ, մենակ հանգարց պատերազմական գործողություններ չլինեն։ Հետևաբար սա այս շարքի մի մասն է կազմում։ Ներքաղաքական ասացիք, ներքաղաքական բացի են, որ օրակարգ ձևավորի, որ միշտ լինի ինքը, հա, երևացող։ Կա նաև ներքաղաքականում ուրիշ պատճառ, օրինակ չգիտեմ, եկեղեցուն մրցակից համարել, եկեղեցուն համարել ընդդիմություն, այդ ինքը այդպիսի շարժառիթ տեսնում եք։ Վերջին տարիներին նաև առիթ եղել է այս մասին խոսելու, պետք է անկեղծ լինենք, որովհետև ցավոք քաղաքական դաշտի ու ընդդիմության, առավելևս խորհրդարանական ընդդիմության անգործության պատճառով եկեղեցու հանրային պատասխանատվությունը որոշ չափով վերածեց նաև քաղաքական պատասխանատվության եւ փոխանակ ընդդիմադիր դաշտը դրանից այսպես կոչված ամաչեր, որ այն գործը, որը որ պետք է քաղաքական դաշտը անի, մասնավորապես խոսքը իշխանափոխության մասին է, եւ որոշ փուլերում, հա, առավելևս Բագրատ Սրբազանի քաղաքական ակտիվությունը, նաեւ որոշ եկեղեցականների առնվազն գոնե խոսույթում քաղաքականացված այդ պատասխանատվությունը բերեց նրան, որ քաղաքական դաշտի որոշ ուժեր փորձեցին եկեղեցու թևերի ներքո քաղաքական ակտիվություն դրսևորել եւ առաջի պլան բերել եկեղեցուն, որը այո նույնպես բերեց եկեղեցու նկատմամբ հարվածների եւ անկեղծ լինենք, բնական է, որ բազմաթիվ մեր քաղաքացիներ, որոնք ունեն քաղաքական այլ դիրքորոշում, հնարավոր է, որ եկեղեցու քաղաքական ակտիվությունը նաեւ հանրային ընկալման մեջ ոչ միանշանակ ընդունվեր եւ ընդդիմադիր դաշտը պետք է անի առավելագույնը, որ քաղաքական խնդիրների նկատմամբ ունենա առաջնորդող պատասխանատվություն եւ ոչ թե այդ պատասխանատվությունը եկեղեցու վրա դնելով, իհարկե մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները այնպիսին են, որ եկեղեցին միշտ է ներկայացնում իր դիրքորոշումը, բայց խոսքը այստեղ ոչ թե հանրային, ազգային պատասխանատվության մասին է, որը եկեղեցին միշտ ստանձնում է, այլ քաղաքական պատասխանատվության մասին է եւ այո, ցավալի է, որ քաղաքական դաշտի որոշ դերակատարների նաեւ անգործությունը բերեց նրան, որ այդ դաշտում եկեղեցին ավելի ակտիվ եղավ եւ մեր նպատակը պետք է նաեւ այն լինի, որ քաղաքական դաշտի դերակատարները ամբողջությամբ փակեն քաղաքական գործունեությունն ու քաղաքական պատասխանատվությունը եւ եկեղեցին քաղաքականությունից վեր ազգային եւ պետական օրակարգ շարունակի առաջ տանել։ Չհասցեցի Փաշինյանը ձեր կարծիքով մինչև ուր կգնա, օրինակ քննարկումը չէ, կհամարցակվի, հա, կամ գործ կգտնեն, կամ կհամարցակվեն, ընդհանուր կալանավորել, ձերբակալել վեհապարին, կամ հենց ինչպես իրենք ասացին, գնալու մայրաթոռում իրենց պատարակը անել, կգնան դրան, ինչ կարծիք է։ Այդ համարցակվելը գիտեք, ինչ մի քիչ շատ ենք տենց ուռճացնում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ցանկացած եւ առավել եւս իր թիմակիցները ցանկացած գործողություն անում են բացառապես ուժայիններով շրջապակված։ Այսինքն ուժայիններին որ հանում այս այդ մարդիկ
չեն համարձակվում նույնիսկ փողոց դուրս գալ։ Նկատի ունեի կաթողիկոսի ձերբակալության հնչեղություն եւ այլն, այդ դա կնկատի։ Հա, այսինքն այդ տեսանկյունից ուժայինների գործողությունները չեն բացառում, որ կարող են հասնել ամենածայրահեղ դրսևորումների, որը իհարկե շատ մեծ վնաս է հասցնելու մեր պետությանը։ Միշտ փորձել ենք մտածել, որ ինչ-որ միտեղ Նիկոլ Փաշինյանը կանգ կառնի եւ չի անի այնպիսի քայլեր, որոնք անկախ քաղաքական հետագա գործընթացներից տասնամյակների սպի են թողելու մեր պետության եւ մեր ժողովրդի վրա, որի վերականգնումը ամենևին իշխանափոխությունից հետո կարճաժամկետ լուծում չէ, հա, եկեղեցու նկատմամբ այն ինչ արվում է, անկախ նայած կես տարի հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնա ու դրանից հետո որպես նոր կառավարություն ինչ էլ անես, միևնույն է եկեղեցուն ուղղված վնասները դեռ երկար ժամանակ պետք է վերականգնվեն։ Մյուս կողմից էլ եկեղեցու ամենայնաց կաթողիկոսի վարքագիծը բավականին սառը եւ բավականին հաշվարկված է, այսինքն չի գնում որևէ սադրանքների, ինչ որ արվում է, հա, Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ճիշտ է անում իրոք եկեղեցու վեհապարի դիրքորոշում այդ հանդարտությունը մի տեսակ հանգիստ մարտավարությունը, դա ճիշտ է դեր կարծիքով։ Դե հենց դա եկեղեցու դերը, այսինքն փորձել համերաշխությամբ խնդիրները լուծելով հիմա ես զերծ կմնամ գործողության նկատմամբ գնահատական տալուց, բայց ամեն դեպքում կարևոր է, որ առավել եւս այս փուլում, որ մենք տեսնում ենք որոշ հոգեվորականների հակաեկեղեցական գործողություններ, որոնք ի դեպ նաեւ ներքին կանոնակարգի բազմաթիվ խախտումներ չասած բարոյական խնդիրները կապված առավել եւս Շիրակի թեմի նկատմամբ այս գործողություններով, բնական է, որ Նիկոլ Փաշինյանի համար նաեւ ցանկալի սցենար կլիներ միշտ այդ երկու մասի բաժանել այս պարակտումը, որ այս եկեղեցականների միջև կոնֆլիկտը խորանար, հա, այսինքն եկեղեցին երկու մասի բաժան եւ այդ տեսանկյունից կաթողիկոսի վարքագիծը մեր կարծիքով արդյունավետ է, որ չգնալ, այսպես կոչված բախման ճակերտավոր ընդհանուր, հա, նաեւ թեկուս խոսքում այն եկեղեցականների հետ, որոնք որ բավականին անընդունելի վարքագիծ են դրսևորում։ Այսինքն կարգալույց անգամ չէ, կոչեր հնչում արեք եւ վերջում Բաքվից ինչ լուրեր կան, պարոն Առաքելյան, տեսեք, ասում են փաստաբաններից չէ հրաժարվել, փաստաբանները այն օրը դիմել էին, որ համ ցմահ ում որ պետք է դատեկներում շնորհեք եւ այլն, ինչ իրավիճակ է այնտեղ եւ ինչ ազդակներ կան պաշտոնական Երևանից, ինչ որ բան փոխվել է, որտեղ հարցազրույցների ժամանակ, երբ որ բրիֆինգ են տալիս լրագրողին, ասում են մեր ամենօրյա ուշադրության տարբեր տեղերում բարձրացնում ենք եւ այլն։ Ինչ կա այս առումով։ Դե իշխանությունների մասին խոսել իմաստ չկա, իշխանությունները ոչինչ չեն անում գերիների վերադարձի հետ կապված, չեն էլ արել եւ վաղուց են մոռացության հայտնվել։ Խնդիրը ներքին ինչ որ ներքաղաքական հարցազրույցների ժամանակ են, որ ամեն ինչ արած ուր է, ինչի միտեղ, ամեն ինչ եթե անում եք, միտեղ պետք է արդյունք տա։ Իհարկե հույս ունենք, որ որոշ գեյների մի մասը գոնե կվերադառնա, կան տարբեր տեղեկություններ, որ նախընտրական շրջանակներում չենք բացառում, որ որոշ գերիների վերադարձ, Աստված իրենց հետ թող դա իրենց նախընտրական որպես գործիք օգտագործեն, բայց մեր հայրենակիցներից թեկուզ մեկ հոգի է վերադառնա, դա շատ ավելի կարևոր է, նույնիսկ։ Այսինքն Ալիևը նախընտրական ոնց որ բան անի Փաշինյանի, ճիշտ եմ հասկանում, աջակցություն որպես։ Այն աջակցությունը, որ արվում է, հիմա բնական է, որ չենք բացառում, որ ելի եմ ասում, թող դա լինի այն աջակցությունը։ Իսկ անեք, եթե այդքան կա դա կվերաբերի հենց ղեկավարությանը, թե մյուսների մասին է խոսքը։ Բացառում եմ, որ դա կվերաբերվի, իհարկե յուրաքանչյուր հայրենակցի վերադարձ անկախ կարգավիճակի առաջնային է մեզ համար, առավել եւս չմոռանանք, որ այս պահին գեյներ կան, որոնք 2020 թվականից են Բաքվում, հետեւաբար առավել եւս 2020 թվականից Բաքվում գտնվող գեյները, որոնք արդեն 5 տարի է տանջվում են Ալևյան բռնապետության ներքո, օր առաջ պետք է վերադառնան։ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մնացած այլ քաղաքացիների այդ 15 հոգու նկատմամբ դատական գործընթացը մտնում է ավարտական փուլ եւ ոնց որ հասել ենք արդեն դատավճռի
հրապարակմանը, ակնհայտ էր ի սկզբանե, որ ամենախիստ պատիժն է լինելու, որով Ալիևը եւ աշխարհին է ցույց տալու եւ հայ ժողովրդին հերթական անգամ իր ստորացնող խոսույթով հանդես է գալուս։ Իհարկե այնտեղ 1-2 հոգու նկատմամբ 20 տարվա դատավճռի առաջարկ կար, բայց պարզաբանենք, որ սա էլ ինչ-որ իրավական պետության դրսևորում է նաև, որ 65 տարեկանից բարձր անձանց ծմաճի կարելի դատապարտել։ Սա մնում է ինչու, որ հետո նաև որպես PR ներում շնորհի, ճիշտ եմ հասկանում։ Հույս ունենանք, տվել եմ ցանկացած գործողություն, որը կբերի մեր հայրենակիցների վերադարձի մեզ համար իհարկե ընդունելի է, բայց առնվազն այդ դատավճռով ցույց կտա, որ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև մենք դետալավորված ենք հետևել այս գործընթացին, այսինքն ամբողջ գործընթացը գնում է նրան, որ այս մարդիկ կատարել են Հայաստանի Հանրապետության անունից հանցագործություններ Ադրբեջանի տարածքում, մարդկանց են սպանել, ինչ-որ վնասներ եւ այլն, որովհետեւ վերջերս էլ Ալիևը խոսում էր, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ խորհրդային միության ժամանակներից ադրբեջանական ինչ-որ մշակութային շինություններ է քանդել եւ այլն, պետք է պատասխան տան միջազգային դատարան, այսինքն ամենևին հակայի քաղաքականությունը չի նվազում եւ չենք բացառում, որ այս դատավճիռները վերջում կդառնան Հայաստանի Հանրապետության դեմ հայցեր, որովհետեւ ինչ է տեղի ունենում, այս մարդիկ ընդհանրապես գործիքներ են եղել, բայց սրա արդյունքում նաեւ այդ քննությունների դատարանի այդ գործընթացներում էլ եղան մինչեւ 70 միլիարդ դոլարի չափ հասնող վնասներ, որ իբր թե Հայաստանի Հանրապետությունը հասցրել է Ադրբեջանին։ Ու առաջիկայում արդեն ակնհայտ է դառնում, որ Ռուբեն Վարդանյանի քան որ գործը առանձնացված է, այդ գործն էլ կմտնի ավարտական փուլ եւ ելի կլինի դատավճիռ։ Հայաստանի իշխանությունները առնվազն ունեն լիարժեք հնարավորություններ բարձրաձայնելու նաեւ այս մարդկանց իրավունքների պաշտպանության իշենք, որ Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո որևիցե տեղեկատվություն չկա, գոնե այդ ուղղությամբ խնդրեն զբաղվեն, որ միջազգային այլ կառույցներ նույն դեսպանատների մենք ինքներս բազմիցս բոլոր կառույցներին դիմում ենք, որ խնդրում ենք գոնե Բաքվում գտնվող իրենց գործընկերներին, հա, կլինի ՄԱԿ-ի դեսպանատների գնացեք գոնե այս մարդկանց այցելեք, իրենց վիճակի մասին տեղեկություն փոխանցեք, ել չասած, որ օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հովանու ներքո այդ գործընթացը բացառիկ շանս է գերիների վերադարձով զբաղվելու, որը հենց այդ պահին ես վստահ եմ, որ այդ պահին, որ Նիկոլ Փաշինյանը ասեր, խնդրում ենք գերիների վերադարձով զբաղվեք, ես չեմ կասկածում, որ այդ գործընթացը հաջողելու համար այս նախագահ Թրամփը այդ պահին նույն կարող էր, հա, նաև սիրում էր հանրային հրապարակային կասեր ու կասել է մտել մի քանի օկու ազատեք հենց այստեղից։ Սա առիթով օրինակ։ Առավել եւս որ այն ժամանակ հավակնում էր նաև խաղաղության Նոբելյան մրցանակին։ Ցավոք ստացվում է այնպիսի իրավիճակ, որ այլևս ակնհայտ է դառնում, որ առնվազն ռազմական ղեկավարության վերադարձի մասով Հայաստանի իշխանությունները ունեն գոնե ժամանակային մեծ վերապահում։ Ինչ-որ բան խանգարում է։ Մի ճշգրտումով ավարտենք, որ ասում եք դա հիմնված է ձեր վերլուծությունների վրա, այն որ ասում եք հնարավոր չեմ բացառում, հա, վերադարձ որոշ մարդկանց, թե միջազգային ինչ-որ խողովակներից շշուկներ եք լսել։ Ոչ պետական բնականաբար։ Ну կան ոչ հրապարակային նաև որոշակի տեղեկատվություն, որ մենք ստանում ենք, վերլուծելով այդ տեղեկատվությունները, այո, չենք բացառում, որ կարող է նման գործընթաց տեղի ունենալ։ Խոսքը սովորական քաղաքացիների մասն է ասում։ Շատ շնորհակալ եմ հրաշքի զրույցի համար։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր ապրելու երկիր կուսակցության համայնքնադիր Մեսրոպ Առաքելյանն էր։ Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք